Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանին։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ խոսենք ու վերլուծենք երեք ինչ կատարվեց։ Նախ պատարակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետև իշխանական վերնախավի գլխավորությամբ պես քերթով շարժվեցին դեպի Աբովյանն գտնվող Սուրբ Աննա եկեղեցի։ Նպատակը, այսպես ասած, ուխտերթ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որպեսզի հավատարմություն հայտնել իրենց հռչակած բարենորոգման ծրագրին եկեղեցու, հետո Նիկոլ Փաշինյանը այնտեղ ելույթ ունեցավ։ Ո՞րն է սրա բուն նպատակը, պարոն Նահապետյան, ուխտերթ։ Նախ ես չեմ ասի, որ դա պատարակ էր, որտեղ քաղաքական ակցիա է։ Ուրեմն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պետական վարչական համակարգի աշխատակիցներ են եկել։ Հավատացյալները մի մասը դրսում էին, մեծ մասը եկել էին Էջմիածին եւ պատարակին մասնակցել են Էջմիածում։ Ես ինքս եւս այդ համայնքի այդ եկեղեցու համայնքի անդամ եմ։ Ես եւս Էջմիածին եմ գնացել եւ իմ մտերիմներ ընկերներ ովքեր որ այդպես մնացել էին, շատ քիչ մարդ էր եղել, որոնք որ Գրիգոր Լուսավորիչ համայնքի եւ պատարակներին իրենք միշտ մասնակցում էին։ Այսինքն եկել են, իրենք նստել էին այդ աթոռների վրա, ամբողջ վարչական ռեսուրսը, անվտանգությունը, այդ թվում մի դեպ ասեմ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև պաշտպանության նախարարությունը։ Պարոն Նահապետյան, բայց հանրարդարության ասենք, որ որպես այնտեղ ներկա գտնվող անձ, որպես լուսաբանող, իհարկե մեծ մասը քաղաքացիական հագուստով ծառայողներ էին, բայց այնպես չի, որ քաղաքացիներ կան, որոնք իրոք անկեղծ այսպես հավատալով Նիկոլ Փաշինյանի այդ հռչակած ծրագրին, նրանք իսկապես եկել են։ Չգիտենք, այդ մարդկանց խաբված էին, թե իսկապես այդպես ինչ որ հավատ ունեն մեծ։ Լավ, եկեք այսպես ասեմ, վարչական ռեսուրսը եկել էր ոչ թե նրա համար, որ իրենք պատարակների են գնում, եւ իրենց համար մեղքերի թողությունը, ապաշխարությունը եւ հաղորդությունը կենսակերպ է։ Այդպես չի։ Ասել են, եկել են։ Այդ դրանցից ճնշող մեծամասնություն թամպես պատարակների չնել գալիս։ Հիմնական ասենք շատ փոքրաթիվ մարդիկ, որոնք հավատում են, ասենք այդ ձեռնշած անձի մանիպուլատիվ հնարքներին, ինչ բարենորոգման մասն է խոսքը։ Եվ ով է անում բարենորոգումը։ Իդեպ բարենորոգման վերաբերյալ ինքը ժամանակին ասում էր, որ այս գործընթացը ինքը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չէ՞ մասնակցում։ Սկզբում ինքը իրեն որակել էր որպես մեր եկեղեցու հավատավոր զավակ։ Հիմա արդեն որպես վարչապետ։ Հենց ինքը համակարգող խորհրդի հետ անդամ է հանդիսանում։ Դե այսինքն ակնհայտ է, չէ՞, այն փաստաթուղթը, որ ստորագրել են 10 ապստամբ եւ ուխտադրուժ եպիսկոպոս, արքեպիսկոպոսների հետ, նեղ վարչապետ էր, չէ՞ նշած։ Այսինքն ինքը քաղաքական գործընթաց է։ Իսկ ծառայության համապատասխան հոդվածով եկեղեցին տարանջատված է պետությունից։ Պետությունը իրան չունի եկեղեցու ներքին գործերին խառնվելու։ Ակնհայտ է, չէ՞, որ սահմանադրությունն է այդ մարդը խառնում։ Եվ բնականաբար իր համար նպատակը կոնկրետ այս ամեն ինչը որ հոպոպի նման թշկոտում են այս եկեղեցուց այն եկեղեցի եւ այլն, բուն նպատակը ինչ է։ Մեծ զանգված հավաքել, ձեզ վստահեցնում ձեզ։ Իսկ անցյալ տարի դեկտեմբերի 18-ին այն հարվածը որ իրենք ստացան, երբ փորձ էին անում ուժով ներխուժել մայր տաճար եւ այդ 10 ապստամբ ուխտադրուժ հոգեվորականներին ներս մտցնել, որտեղ պետք է բռնություններ կիրառվեն այդ թունայվեապար հայրապետի նկատմամբ, դա չստացվեց։ Եվ ըստ արժանավուն առաջին հերթին մեր լրատվամիջոցները, որոնք ճիշտ լուսաբանում էին եւ տեղին շատ օպերատիվ, եւ մեր եկեղեցու նվիրալ եւ հավատավոր զավակները, վեապար հայրապետի առաջնորդությամբ եւ իր հոգեվորականները, իրենք ամենամեծ հարվածը ստացան, իրենք հասկացան, որ գլխաքանակով նույնիսկ ինչ գլխաքանակ էլ հավաքեն, մայրաթորը չեն կարող գրավել։ Իրենց խնդիրը ո՞րն էր, վեապարին ուժով այդտեղից դուրս հանել։ Չի ստացվելու։ Վստահաբար հիմա որ գնում են ասեն քաղաքական ակցիա է ուշադրություն դարձեք երեկվա միջոցառում դա պատարակ չի միջոցառում էր որտեղ բեմեր դրած ինքը խոսք պիտի ասե այդպես հա ասենք վարչական ռեսուրսը Հայաստան ուժային կառույցներում տեղական ինքնակառավարման մարմիններում պետծառայողներում նվազագույն 50,000 է այդ նվազագույնն եմ ասում դա բազմապատկեք ընտանիքի անդամներով մի 3-ով 150,000 եւ այդ ուխտերթ կոչվածին ինչքան էր իրենց գնահատականը մոտ 3-4,000, իրական գնահատականը 2,600 հոգի։ Մոտ 2,000-ի։ Դե 2,600 հոգին 180,000-ի մեջ։ Ինքը թիվ չի, չէ՞։ Սա առաջին, երկրորդ։ Իրենք անվանել են, որ դա ուխտերթ է։
Իդեպ ասեմ, Ինչ է ուխտերթը առհասարակ։ հիմա ես ասեմ, հիմա ուխտերթ, ուրեմն ուխտերթ բառը որպես այդպեսին, որը որ ծնվել է, այդ խոսակցությունը անձամբ ես ներկա եմ եղել։ Դա 2013 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ նախորդ իշխանությունների կողմից Եվրամիության եւ Եվրախորհրդի պարտադրման փորձ էր արվում, որպեսզի Հայաստանի օրենսդիր մարմինը ընդուներ Ստամբուլյան կոնվենցիան, լուրջ դիմադրություն եղավ եւ այդ դիմադրության մեջ նաեւ եկեղեցին էր մասնակից։ Եվ հանգամանքների բերումով որոշվեց, որ մեր հավատարմությունը, մեր երկրի քաղաքացիների, մեր եկեղեցու հավատավոր զավակների եւ հոգեվորականների մի միջոցառում կազմակերպել, որտեղ իշխանությունները են ցույց տվել, որ այնուամենայնիվ մեր ժողովուրդը դեմ է մեր արժեքային համակարգը վնասող, փոփոխող, հարվածող մի կոնվենցիայի, որ ուղղակիորեն LGBT խմբի իրավունքներն էր պաշտպանում։ Եվ ստեղծվեց հանձնախումբ։ Եկեղեցու կողմից այդ հանձնախմբի պատասխանատուն այսօր անազատության մեջ գտնվող այն ժամանակ Մայրաթորում հայցակարգային հարցերով գրասենյակի տնօրենն էր Բագրատ Սրբազանը Գալստանյանը։ Աշխարհականների մեջ նաև ես էի։ Հիմա այդ բառը ինչպես է ծնվել։ Ծնվել է 3 մարդու խոսակցության ժամանակ։ Երջանկ Այշատակ Տեր Գյուրեղից, որը մահացավ, այդ խոսակցությանը Բագրատ Սրբազանն էր ներկա եւ ես։ Խոսակցությունը ծնվեց այսպես։ Այսինքն շրջանառության մեջ այդ ժամանակ 2013 թիվ հոկտեմբեր ամիս կարող եք սոցիալական ցանցերով համացանցում հավաքել ուխտերթ հոկտեմբերի 20-ին մոտ 10-15000 մարդ գնացին դեպի Մայր Աթոռ, բաց խորանում ուխտ արվեց։ Այդ ուխտերթի իմաստը սովորաբար երբ ասեմ ժողովուրդը հոգեվորականներով ինչ որ նպատակի համար գնում է ինչ որ եկեղեցի, դա խաչերթ է կոչվում։ Նույն ռուսեն ասենք կրեսնի խոտ խաչերթ, այսինքն խաչի առաջնորդությամբ գնում են ինչ-որ միջոցառում, ինչու ուխտերթ, որտեղ այդ միջոցառման նպատակը նրանք ովքեր որ պետք է գային էջմիածին, բաց խորան եւ վեհապար հայրապետը խոսք ասել եւ ինքն էլ խոսք ասեց, ուխտ են անում հավատարիմ մնալ մեր եկեղեցուն, մեր արժեքային համակարգին։ Հիմա երեկվա մասնակիցները ինչ ուխտ էին արել։ Այ իրենք Չէ, հետաքրքիր գիտեք որն է, որ այդ ուխտ բառը նախ կենթանու անով է ուղղտ էր գրած։ Դեր հա, կպականեց ոմանք սխալ։ Անկամ Փաշինյանի էջում էր պաշտոնական։ Շատ ճիշտ է, ընդ որում ուխտերթը դարձել է նախ ուխտաերթ։ Հետո այդ ուխտաերթը դարձավ ուխտերթ։ Փաշինյանի էջում ուխտերթ էր գրած։ Այսինքն ինչ կապ ունի ուխտ կենթանին, ուխտի հետ։ Ես ասում եմ այդ բառը ոնց է ծնվել։ 2013 թ. հոկտեմբերի 20 Այ ուխտերթը դա է, երբ որ մարդիկ գնացին ուխտ անելու, խոստում տալու մեր եկեղեցու հոգևորականներին, մեր եկեղեցու հոգևոր առաջնորդին, վեհապար հայրապետին, որ մենք հավատարիմ ենք այն արժեքներին, որ ժառանգել ենք մեր նախնիքից, մեր հավատքի հիման վրա, եւ որը կրում ենք եւ որը փոխանցելու ենք մեր զավակներին։ Այդ ուխտերթի իմաստը իրենք ասում քաղաքական ակցիա ոչ մի ուխտ չկար, չէ։ Իսկ եկեղեցու Բաքում Սուրբ Աննայի Նիկոլ Փաշինյանի ելույթը չգիտեմ հետևել եք թե չէ։ Քրիստոսի ներդիմում ասում էր ես քեզ փնտրել եմ։ Քրիստոսը մենակ է մնացել, չէ։ Չգիտեմ ինչ որ դիմում էր այսպես զրույցի հետ։ Իմ արձագանքն եք ուզում։ Ես ընդհանրապես իր խոսքի այդ ելույթին ես ասեմ մեղատեր։ Ուրիշ բան չասեմ։ Հասկանում եք։ Իրավիճակը իսկապես եւ իր կողքինները հրաշալի հասկանում են։ Հասկանում են, որ այն անհեթեթության մեջ որ իրենք են մտել, ասենք ստիպված գնում են միտեղ։ Իդեպ իմ համար գիտեք որ է ցուցիչ։ Առաջին անգամ այս շրջիկ կրկեսը երբ որ սկսեց եկեղեցիներում իբր պատարակների գնալ հոկտեմբերի 26 անցյալ տարի Հովանավանքում ցուցիչ հետևյալն էր, որ երբ որ հանձնարարականներ իջեցրել բոլոր վարչական ռեսուրս ունեցող ղեկավարներին, կառավարության անդամներին, ազգային ժողովի ԿՊ պատգամավորներին, այդ առաջին հավաքի ժամանակ ներկա էր ազգային ժողովի ԿՊ-ից 3 պատգամավոր եւ կառավարության 3 անդամ։ Սա ցուցիչ է, չէ՞։ Այսինքն այդ մարդիկ երեկվա երթին ավելի շատ էին։ Հավանաբար պահանջը ավելի խիստ է դրվել այստեղ։ Դե ուրեմն ինքը խնդիր ունի գլխականակ հավաք։ Չի ստացվում։ Այս մարդիկ արհեստական, այս մարդկանցից հիշում եք վերջերս եւս ինչ որ մի իբր պատարակի էին գնացել, լրագրողները շատ դիպուկ հարց են տալիս, ասենք, մեկին հայրներն էին հարցնում։ Դրանց
կարկառում ներկա շուտ ասելիք նման արագ հայմեր էր ասում առաջինը որ միշտ Փաշինյանի կողքին առողջապահության նախարար կոչված դիկինն է առանց գլխաշորի խաչակնքել չգիտեն այդ մարդիկ ընդհանրապես իրականությունից հեռու են ավելին ասեմ Փաշինյանը մեր որպես ինքը իրեն սկզբից անվանեց եկեղեցու հավատավոր զավակ որը իրականության հետ որից աղերս չունի որտեղ հավատավոր զավակը նվազագույն եկեղեցու 5 խորհուրդները պարտադիր կատարել պետք է կատարի մկրտություն դրոշ որտեղ է մկրտվել Մինչ այդ որտեղ էր գնում, որ եկեղեցում էր գնում ապաշխարության եւ հաղորդության։ Կարող է ցույց տալ մինչեւ հոկտեմբերի 26-ը։ Այդպես չկա, բացառվում է դա։ Փաշինյանը որտեղ որ գնալ իր ամբողջ թիկնախումբը եւ ԶԼՄ-ները հետը տանելու էր, չէ՞։ Դե ինքը պոպուլիստ է, ոնց կարա չտանի։ Պարոն Նահապետյան, հետեւաբար ես միտքս ավարտեմ։ Հետեւաբար ինքը այդ խորհուրդները եւ ապաշխարության եւ հաղորդության չունի։ Իսկ ամենամեծ խորհուրդը պսակի խորհուրդ ունի։ Այսպես մեծ որ խոսում է եկեղեցու խորհուրդները չի կատարվում, կարող է լինի քրիստոնյա, այն էլ հավատավոր քրիստոնյա։ Հետո հետ քայլ արեց, ասեց չէ, հավատավոր քրիստոնյա չեմ, հետևորդ եմ։ Մի հատ էլ չափորոշ դերեց, ասեց ով որ մկրտված է հետևորդ, այդպեսի բան չկա։ Այդ հեքիաթները թող գնա մանկապարտեզում պատմի, այն երեխեքը չեն էլ հավատա։ Կասեն հոպար խափում ես։ Պարոն Նահապետյան, ավելի շուտ էս ուխտերթից իրենց առաջ Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսները այսպես խումբ են ստեղծել համակարգող խորհուրդ։ Ու հենց այդտեղ առաջինն էլ հենց գրած է վարչապետ Նիկոլ Փաշինյան որպես գլխավոր անդամ այդ խորհրդի, ու մենք այդ կադրերը տեսանք Նիկոլ Փաշինյանի իրենց այսպես հետևում կանգնած եպիսկոպոսները հերթով ստորագրություն իրենց համաձայնությունն են տալիս այդ թղթին, որ ինչպես ասում են կաթողիկոսին հանգստի կոչելու նպատակով է։ Այ առհասարակ այս խորհուրդը իրավա բանորեն ինչ հիմքով է գործելու, որն է, ինչ գործառույթներ է կատարելու։ Չկա այդպեսի բան, ոչ մի գործառույթ, ոչ եկեղեցու ներքին կանոնակարգով չկա նման, մարմին գոյություն չունի։ Իսկ եկեղեցու, մեր եկեղեցու ներքին կանոնագիրը եւ կարելի ասել եկեղեցու սահմանությունը, երկիր մոլորակի վրա ամենահին փաստաթուղթն է, գրված 301 թվականին։ Դրանից ինչ չկա երկիր մոլորակի վրա։ Իսկ սովորաբար վեհապար ընդունում է ժողովը, որտեղ ներկա են լինում 1/3 հոգևորականներ, 2/3 աշխարհականների ներկայացուցիչներ։ Ուշանում պարոն Նահապետյան։ Ինչ ժողով։ Եպիսկոպոսած ժողովը, մայրաթորում, որը պետք է կահանա։ Դե մի անգամ փորձարվեց, չէ՞։ Բայց չեղարկվեց ինչի պատճառներով։ Հիմա ինչ խնդիր կա, ինչից ուշանա։ Այսինքն ժողովը ինչից է ուշանում։ Պետք է գլխավոր մարմինը, գերագույն մարմինը որոշում կայացնի հասկանալիքները։ Իդեպ ասեմ ձեզ, ինքը 5 մարմին ունի, հա, եկեղեցու կառավարման 5 մարմին կա։ Մի մարմինը գերագույն հոգևոր խորհուրդը։ Դեկտեմբերի 18-ին իդեպ հրատապ կարգով երբ Փաշինյանը որոշել էր, որ 10 ապստամբ եւ ուխտադրուժ եպիսկոպոսն empty մցնի տաճար։ Ու նպատակը իդեպ որն էր։ Դեկտեմբերի 18-ին գերագույն հոգևոր խորհրդի նիստ է եղել։ Պատարակից հետո եւ այդ նիստի ժամանակ 3 ապստամբ հոգեորական այլևս գերագույն հոգեոր խորհրդի անդամ չեն։ Հիմա մենք խնդիրը ինչպես ենք նայում։ Գերագույն մարմին եկեղեցու կառավարման համագումար է, այսպես ասենք, եպիսկոպոսը ժողովն է, այո։ Հիմա ինչի համար հրավիրվի։ Ինքը նաեւ այլ մարմիններ ունի, գերագույն հոգեոր խորհուրդը, ասենք, որոշումներ է կայացում։ Ընդդեմ վեհապար հայրապետը իրանք ունի նաեւ կարգալուծանել առանց որոշման։ Իսկ ինչի՞ չի արվում, դա ճիշտ եք համարում, թե։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակին առավելագույնս եւ բացարձակ առումով տիրապետում է վեհապար հայրապետը։ Ինքը հրաշալի տիրապետում է վիճակին։ Պահակական է, հիշում եք 3 քահանաներ, որոնք որ Փաշինյանի հետ հոկտեմբեր 26-ին հովանավանքից սկսեցին, հա, որտեղ զերծեցին վեհապար հայրապետի անունը։ Հետո կարգալուծ արվեցին, չէ՞։ Գիտեք, խնդիրը այն չի, որ հիմա, այո, մենք որպես շարքային մարդիկ, ես իդեպ առաջիններից մեկն եմ եղել, որ բավականին այդ առնով խիստ եմ եւ վեհապար հայրապետին հրապարակավել խնդրեցի, նաեւ սոցիալական ցանցերում շատ մեծ տարածում ստացավ, որ կարգալուծ արվի, բայց իրավիճակը ինքը ամբողջովին տիրապետում է, ինքը գիտի։ Հետո բոլորն այնպես չի, որ մի մաղով կլինի պահագա կարգալուծներ կլինի, այստեղ որից խնդիր չկա։ Պարոն Նահապետյան, շատ այսօր շատ հոգևորականներ, հա, տեսնում ենք, որ հա իհարկե մի մասը ակտիվ է դիրքորոշում հայտնում է, բայց մի մասն էլ այսպես ընդհատակ են անցել։ Ու այսպես լուր հետևում են, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Գիտեք, յուրաքանչյուր իր ձևով, իր խղճի, իր հավատքի
մտուկ քայլեր է անում։ Ամեն մեկը պատասխանատու է իր արարքների համար։ Հիմա ես կարող եմ ասել որտեղ են ինչ են։ Իդեպ ասեմ, որ այն ինչ որ հիմա փորձ է արվում Վեհապար Հայրապետին իբր հրաժարական, որի իրավունքը չկա, Վեհապար Հայրապետն էլ անգամ իրավունք չունի հրաժարական տալու, որտեղ ինքը օցիալ է, Աստծո որոշումով, մարդը չի կարող բեկանել այդ։ Հիմա այս իրողության պայմաններում ես վստահաբար ասենք լրատվամիջոցները այս պատերազմի, սա հոգևոր պատերազմ է, լրատվամիջոցները առաջին շարքում են։ Իմ մեծ շնորհակալությունը։ Ես ինձ ուղղակի թե անուղղակի, քանի որ վարականումս լսարանքային շատ են հրավիրում, ես համարվում եմ ինձ ձեզանից մեկը։ Կռիվը այսօր տարվում է տեղեկատվական դաշտում, եւ տեղեկատվական դաշտում լրատվամիջոցներն են, որոնք փայլուն կերպով հաղթում են Փաշինյանի կողմից ֆինանսավորվող, իշխանական, իշխանամերձ, հսկական գումարներ ծախսող լրատվամիջոցներին եւ նրանց տաղավարներն հրավիրած հյուրերին։ Այսօր այս կռիվը տանում են լրատվամիջոցները եւ հաղթական են տանում։ Այսինքն տեղեկատվական դաշտում հաղթանակը ինքը բերում է նաեւ հոգեվոր դաշտում այն պատերազմը, որը վարվում է մեր եկեղեցու եւ Վեհապարի դեմ, հաղթանակի։ Շնորհակալություն պարոն Նահապետյան գնահատանքի համար, բայց մենք նաեւ տեսնում ենք, որ շատ դեպքերում դա կամ իր ազդեցությունը չի ունենում, կամ ոչ այսպես հասարակության ոչ բոլոր շերտերին է, հա, դա հասանելի է տեղեկատվությունը։ Այսինքն շատ հաճախ մարդիկ են խճճվում ու չեն կարողանում իրենց մեջ տարբերակել որն է ապա տեղեկատվություն, որն է ճիշտ գնահատականի իրավիճակի։ Դուք հրավիրում եք այն մարդկանց, որոնք անկողմնակալ ճիշտ ձևով գնահատում են։ Ես ասեմ, Փաշինյանը 5 քայլ է արել եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի դեմ, 5-ն էլ պարտվել է։ Քայլ առաջին, երբ ինքը սկսեց կազմակերպվել, հիշում եք հայտնի Փաշազադեի Մահմեդականների Կովկասի վարչության նախագահի հայտնի հայտարարությունից եւ Վեհապար Հայրապետի Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթից հետո, 2 օր հետո սկսեց այս ամեն ինչը։ Դե ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների ականջները այս գործընթացներում ակնհայտ երևում են։ Եվ այսպես առաջին քայլը փորձ արվեց մեծ զանգվածով գնալ Մայրաթոր։ Հիշում եք, ասում էր հավաքվում ենք Էջմիածնի հրապարակում եւ գնանք։ Իր հույսը կյանքի խոսք եւ Եհովայի վկաներ կազմակերպության տասնյակ հազարավոր անդամներին այդտեղ բերելներ։ Այդ կազմակերպության ղեկավարները այս ամեն ինչից հետո մի 3-4 օրը հայտարարություն տարածին իրենց ղեկավարների ստորագրությամբ, որ իրենք չեն մասնակցում այս ամեն ինչին։ Երկրորդ փորձը, այսինքն այդտեղ ձախողվեց։ Երկրորդ փորձը Փաշինյանը փորձեց 200-ից ավել ամուսնացյալ քահանա։ Հիշում եք, ամուսնացյալ քահանաների վերաբերյալ ինչ ջերմեռանդ խոսքեր էր ասում, որ տեղապահ կնշանակի անպայման ամուսնացյալ քահանաներից։ Այդ ամբողջ բանակից քանի քահանա կողքը կանգնեցին։ 3-ն էլ կարգալուց արվեցին։ Երրորդ փորձը, որտեղ Փաշինյանը արեց, փորձեց մեր եկեղեցիներն իբր պատարակի անվան տակ հավաքել ռեսուրս, մեծ պետական ռեսուրս, տեղում տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրս եւ հավատացյալ մեր քույրերին եղբայրներին, որ զանգված ցույց է եւ այդ զանգվածը լինի այն գործիքը, որով կրկին Մայրաթոր գնա։ Հիշեք, հոկտեմբերի 26-ին առաջին Հովանավանքում մի քանի 100 հոգի էին եկել։ Սա էլ ձախողվեց եւ հետո ինքը այլ եկեղեցիներ գնաց իբր պատարակներ, այնտեղ էլ չհավաքվեց, նույնիսկ Թալին գնաց, որտեղ ինչպես ասում են իր որջերից մեկն է, այնտեղ էլ չստացվեց։ Գյումրի փորձեցին, չստացվեց։ 4-րդ քայլը 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոս վարկաբեկիչ նյութերի հրապարակային բացահայտման կամ քրեական հետապնդում իրականացնելու միջոցով ճնշում իրականացվեց, որոնք ընկրկեցին եւ որոշում կայացրեցին մարմնավոր, ոչ թե հոգեվոր։ Այդ մարդիկ իրենց մարմնի եւ իրենց նյութականի մասն են մտածում, ուրիշ բան չկա։ Այս մարդիկ Փաշինյանի կողքը կանգնեցին։ Իրենք էլ մտածում են, որ դե հիմա կանցնի գնա, չի անցնի։ Դες վստահեցնում եմ, իշխանապողությունը Հայաստանում 7 տարի հետո չի, որտեղ դա ինքը որպես հետևանք է լինելու աշխարհում տեղ ունեցող այն գործընթացներին, որ հիմա որի ականատեսն ենք մենք, Հայաստանում էլ լինելու շատ արագ իշխանապողություն, եւ դա միջև ընտրություններ կարող է չլինի։ Այսինքն Միացյալ Նահանգները, Ռուսաստան, երբ ազդեցության ոլորտները տարածքները որոշում են, մեծ հաշվով այս տարածքը մեծ հաշվով Ռուսաստանի ազդեցության տարածքն է։ Փաշինյանը գլոբալիստների կողմից բերված անձ է։ Գլոբալիստները այսօր պարտվել են հակագլոբալիստների, որի 3 երկրի ղեկավար ասեմ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփ, դեպի մարդ հակագլոբալիստ է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին, մյուսներին դեռ չասեմ։ Շանհայ տնտեսական համագործակցություն, BRICS, այս բոլորը հակագլոբալիստական կառույցներ են վերպետական։ Գլոբալիստները պարտվել են, ուղղակի իրենց վերջին կռիվներն են տալիս։ Իսկ Փաշինյանը եւ իր նմանները, օրինակ, մեր Բաքվյան հանրապետությունները, Մոլդավիայում,
Հայաստանում, Ադրբեջանում, գլոբալիստների կողմից բերված իշխանությունները շատ արագ փոխվել են, ավելին ասեմ ձեզ, փոխվել են եվրոպական երկրներում, երևացող երկրների, 3 երկրների ղեկավարները եւս փոխվելու են, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, այնտեղ են փոխվելու, որ պահին Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորում են ղեկավարները, դες վստահեցնում դուք նայեք Եվրոպայի միշտ գործընթացը սկսում, այնտեղ կարող է ամիսներ տևեն, հա, impeachment, փողոցային ցույցեր, հետո ընտրություններ, անվստահություն եւ այլն։ Մեր նման երկրները մի զանգով է լինում։ Մի զանգով ուղղակի մարդը ճապուկները կապելու է թռնի։ Թող է 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոս, նրանք ովքեր որ էս ձեր տաղավարի նկարում կան, այդ բոլորը մտածում իրենք ինքնաթիռում տեղ չունեն, իրենք բոլորը մնալու են այստեղ։ Ունեն արդեն երաշխիքներ, ինչ որ հաշվի։ Չկա այդպիսի երաշխիք։ Լավագույն դեպքում երաշխիքը փորձել է Փաշինյանը ստանալ։ Ասեմ ձեզ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին անգամ երաշխիք չունի։ Այդտեղ էլ է հարցը լուծված։ Արդեն Ուկրաինայում բերել են այն մարդուն Միացյալ Նահանգները, որ պիտի դառնա այդ երկրի ապագա նախագահ։ Ուկրաինայի հետախուզության ղեկավարը, որը Զելենսկու աշխատակազմի ղեկավար նշանակվեց։ Բուդանով ազգանով։ Այնտեղ էլ ունելու շուտով իշխանափոխություն։ Պարոն Նահապետյան, քանի որ արդեն այսպես թեման փոխվեց արտաքին քաղաքական, խոսենք Վենեսուելայում ինչ կատարվեց։ Թրամփը հաստատեց, հա, որ այդ օպերացիան, որը ժամեր է տևել, հա, Կարակասում հենց ինքն է ամբողջը կառավարել, հրահանգները տվել։ Ինչ դասեր պետք է։ Այդտեղ դավաճանություն է եղել ակնհայտ։ Ես որպես ասենք զինվորական ասեմ։ Ուրեմն պատկերացեք այն ինքնաթիռները, ուղղաթիռները, որոնք գալիս էին դեպի Վենեսուելայի օդային տարածք, ինքը Վենեսուելան ունի Ռուսաստանից գնված S300, S400 համալիրներ, հակաօդային, հակարդիրային պաշտպանության միջոցներ, որոնք 300-400 կիլոմետր հեռավորության վրա այն թիրախները, որոնք որ օդային գալիս են, իրենք ֆիքսում են։ Այդ թվում նաև ֆիքսում են, դրանք քաղաքացիական ինքնաթիռներ են, թե ռազմական ինքնաթիռներ են, եւ ուղղությունը որն է։ Ակնհայտ է, որ այդ ինքնաթիռները եկել են, մտել են Վենեսուելայի օդային տարածք։ Այդ համալիրները չեն աշխատել, չեն կրակել։ Ավելին, ուղղաթիռները Կարակասի երկնքում շատ ցածր բարձրության վրա թռչել են։ Անձնակազմն են չի իջեցրել։ Այդ գրոհայինները, որոնք մտել են հետո այն վայրը, որտեղ Վենեսուելայի նախագահն է եղել, այդ ուղղաթիռներին շատ դյուրին կերպով, ընդ որում սովորական զենքերով, ասենք, իգլատիպի։ Սա ասում են 70-ական, 80-ականների ուրեմն զինատեսակ է։ Ցանկացած անձ այդ հրթիռով հակաօդային պաշտպանության կարող է ուղղաթիռ խոցել, չի խոցվել։ Եկել են, այո, Մադուրոյի անվտանգությունը մի մասը կռիվ տվել են, դեռ զոհեր կան, այդ թվում նաև Կուբայից զինծառայողներ կային, որոնք ապահովում են նաև Մադուրոյի անվտանգությունը, դեռ զոհեր եղել են։ Եկել տարել են, այսինքն ակնհայտ է եղել դավաճանություն։ Հիմնականում հակաօդային պաշտպանության, բարձրաշան զինվորականների եւ անվտանգության որոշ կառույցի ներկայացուցիչների։ Տարբերակ կա, որ գնահատում են, ասում են պայմանավորվածություն եղել Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ, այդպիսի բան չկա։ Եթե պայմանավորվածությունը ձեզ վստահաբար եմ ասում, հաջորդ օրը Վենեսուելայի պաշտպանության նախարարը եւ փոխնախագահը կոշկեցվածքով հանդես չէին գա, մասնապես պաշտպանության նախարարը, որը պատրաստ է իր երկիրը արտաքին ագրեսիային դիմագրավել պատասխանատուն դառնալ, իրենք ասում են եկեք, ավելին հաջորդ օրը, դեպքի հաջորդ օրը Կուբայի նախագահը հայտարարեց, որ Կուբան պատրաստ է զենքով եւ զինծառայողներով օգնել Վենեսուելայի պաշտպանությանը։ Կուբային եւ այլ երկրների եւս նախազգուշացում տվեց, ասեց զգուշացեք, որ նույնը ձեր մոտ չկրկնվի։ Այսինքն այստեղից կարող ենք հետեւություն անել, որ պայմանավորվածություն չի։ Ընդ որում կեցվածքա դրսևորել Կոլումբիայի նախագահը, կեցվածքա դրսևորել Մեքսիկայի նախագահը։ Այնպես որ եթե հիմա ԱՄՆ նախագահը մեծ հաշվով ցայտնոտի մեջ է։ Նո ասենք շախմատային լեզվով ասենք ցուցվան, ինչ քայլ անի իր դեմ է։ Եթե զինական առումով մտավ, միայն ասենք Վենեսուելայի զինված ուժերին մի կողմ դնենք, կա աշխարհազոր, որը միլիցիա է կոչվում։ 2 միլիոն մարդ զինված են այդ մարդիկ։ Ընդ որում իրանց կռիվները լինելու է լեռներում ամերիկյան զորքերի դեմ եւ ջունգլիներում։ Ամերիկացիների համար, Ամերիկայի զինված ուժերի համար Վիետնամը եւ Աֆղանստանը երջանիկ երազ կարող լինեն։ Այն խնդիրը, որ իրանք Վենեսուելայում կարող են ունենալ, առավելս որ երկրներ կան, որ ակնհայտ է հրապարակավ կամ ոչ հրապարակավ, բաց կամ գաղտնի օգնելու են Վենեսուելայի ժողովրդին։ Այնպես որ կամ մտնում է, այդ նշանակում ինքը թաղվում է, ընդհանրապես Ամերիկա մայրցամաքը շատ երկրներ հակաամերիկյան տրամադրություններ են կենտրոնացնում։ Այդ տրամադրությունները նաև տեղափոխվում է Եվրասիա մայրցամաք։ Կամ չի մտնում, այդ դեպքում ինքը փաստորեն դեմք է կորցնում։ Իսկ ինչ է նշանակում, երկու դեպքում էլ
10 ամիս հետո Միացյալ Նահանգներում նոյեմբեր ամսին տեղի ունեցել կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Եթե այդ ընտրություններում Տրամպը Ուկրաինայի կռիվը չկանոնացրեց, որի բազմաթիվ անգամ խոստացել է, եթե այս Վենեսուելայի թնջուկը չլուծեց, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ կոնգրեսի միջանկյալ ընտրությունում դեմոկրատները հաղթելու են, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օրը դեմոկրատները ԱՄՆ-ում սկսելու են իմպիչմենտի գործընթաց։ Եթե անգամ իմպիչմենտը հաջողություն չունենա, բայց դա քարոզչական թիվ 1 գործիքն է դառնալու դեմոկրատների ձեռքին հաջորդ նախագահական ընտրություններում, որտեղ հանրապետական տեխնացուի շանսերը շատ փոքր են։ Այսինքն իրավիճակը սա է։ Իսկ բուն նպատակը ինչու Վենեսուելա, որտեղ ԱՄՆ-ի համար մեկ խնդիր կա։ Իր համար խնդիրը շատ ճիշտ է, իհարկե, բայց նավթի պաշարները ինչի համար, ոչ միայն որ ինքը ձգ-ձգի աշխարհում ամենամեծ նավթային պաշար ունեցող Վենեսուելա պետությանը 19.6%, որը արդյունահանված անգամ առաջին տասնյակում չի։ ԱՄՆ-ը 9-րդ կամ 10-րդն է տարբեր գնահատականներով պաշարներ բարձր արդյունահանման առաջին պետությունն է աշխարհում։ Հիմա նավթի խնդիրը ուշադրություն դարձեք Վենեսուելայում դեպքերը զուգահեռ եղավ նաև Իրանում հայտնի են դեպքեր, որ հիմա մենք ականատես ենք, հա, 5-րդ Շարասյան միջոցով ինչ որ գործընթացներ։ Իսկ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների համար խնդիրը Չինաստանն է, որտեղ Չինաստանի տնտեսության 80% հոսանքի արտադրության նավթով է։ Պարոն Նահապետյան, լավ, այս աշխարհաքաղաքական այս թնջուկը տարբեր աշխարհամասերի ոնց է այդ հանգուցալուծումը լինելու։ Այս տարին նոր է, հա, սկսել ու արդեն այսպես թեժ իրադարձություններով բազմաբևեռ աշխարհ։ Գլոբալիստները մի խնդիր ունեին, միաբևեռ կառավարում, վերպետական կառույցներով, սա ձախողվել է, որի ավանգարդում էին Բրիտանիայի կառավարությունը եւ Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությունը եւ այն էլիտան, որ այդ կուսակցության մեջքին կանգնած էր։ Դա ձախողվել է։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը փորձում է եւս համաշխարհային տիրապետության ձգտել, բայց պետությունով, ԱՄՆ պետությունով, այդ մագա շարժումը ստեղծեց, որ նպատակը դա է։ Դա չստացվեց։ Աշխարհը բազմաբևեռ է։ Նվազագույնը աշխարհում արդեն ուրվագծվում է 4 բևեռ առնվազն։ Արևմտյան բևեռը, որի ավանգարդում Միացյալ Նահանգներն են ունենում, որը իր տարածքում Ամերիկան մայրցամաքում փորձում է տերիտոնություններ անել, իդեպ ասեմ գործընթացները գնալու են նաև Գրենլանդիայի նկատմամբ, որպես լուրջ ռեսուրս ունեցող Դանիայի տարածք Արկտիկայում, Կանադայի նկատմամբ։ Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ դեռևս Գրենլանդիայի ուղղությամբ մտադիր է։ Արվելու է շուտով, դες վստահեցնում, այսինքն այն նախադեպը, որտեղ մտնում են վերցնեմ ուղակի։ Եթե երկրի նախագահն առևանգում ու գերեվարում, ինչ խնդիր կա, զորքը մտցնա առավոտ այնտեղ բազաներ ունեն Գրենլանդիային։ Իսկ ինչու Գրենլանդիա, Կանադա, որտեղ Գրենլանդիան, Կանադան Արկտիկայի տարածքը, որը աշխարհի նավթի, գազի, հատուկ մետաղներ օգտակար հանածությունների ամենամեծ պաշար ունեցող տարածքն է, այնտեղ Միացյալ Նահանգները 4-րդն են իրենց ներկայացվածության տարածքի Ռուսաստանից, Դանիայից, Կանադայից հետո հաջորդը 4-ը ԱՄՆ-ը, 5-րդը 1% ունի Նորվեգիան։ Դրա համար Գրենլանդիա, Կանադա ինքը փորձում է դրա համար վերցնել, որ գոնե ռեսուրսային առումով Ռուսաստանը չափելի լինի։ Իսկ Վենեսուելայի նավթի նպատակը եւ Իրանում տեղի ունեցող գործընթացների նպատակը Չինաստանն է, որտեղ Չինաստանը եթե տնտեսությունը, որը հոսանքի արտադրությունը հիմնական նավթի վրա է նստած, նավթ չի մտնում կամ շատ քիչ է մտնում, այդ նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը թուլանալու է, որտեղ իր մրցակից այսօր երկրի մոլորակի վրա ԱՄՆ-ի տնտեսության մրցակից մեկ երկրի տնտեսություն կա, դա Չինաստանն է։ Եվ այդ ժամանակ եթե տեսականորեն մենք Չինաստանը իսկապես ընկրկում է եւ տնտեսությունը թուլանում է, ապա ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ որոշում է երկրի մոլորակի ազդեցության ամբողջ տարածքը, բայց այստեղ ինք ունի առավելություն ռուսների նկատմամբ Ռուսաստանի ինչու, որտեղ իր տնտեսությունը շատ ավելի հզոր է, քան Ռուսաստանը։ Երկուսը միջուկային գերտերություն են, երրորդը չկա երկրի մոլորակի վրա, բայց տնտեսությամբ ինքը հզոր նշանակում է ինքը այս ամեն ինչի մեջ դառնում է առաջին, այսինքն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի նպատակը երկբևեռ աշխարհն է։ Ռուսաստանի նպատակը բազմաբևեռն է, որ նվազագույնը Չինաստան, նվազագույնն եմ ասում, Չինաստան, Հնդկաստան եւ Ռուսաստան։ Եվ Միացյալ Նահանգներ, 4 բևեռ, ընդ որում այդ 4-ն նստում են քաղաքակրթական արժեքների վրա։ Հնդկաստանը հինդուիզմի վրա, Չինաստանը կոնֆուցիականության վրա, Ռուսաստանը իսլամի եւ քրիստոնեության, բայց արևելյան ուղղափառ, հա, քրիստոնեության։ Իսկ Միացյալ Նահանգները Եվրոպայով կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների արժեքային համակարգի վրա։ Սա է լինելու, այսինքն աշխարհը արդեն այս process-ի մեջ է, որից մեկը չի կարող կանգնեցնել։ Իհարկե, ասենք, խնդիրներ լինելու են, բախումներ լինելու են, կորուստներ, տարածքների գրավ եւ այլն, բայց process-ը անդառնալի է։ Թեժը լինելու 26։ Այո, 26-ը, ոչ միայն 26-ը, 26-ից հետո էլ է թեժն է, բայց ինքնին արդեն տեսանելի է եւ նկատելի է, որ
իրականում աշխարհը բազմաբևեռ է, ամենակարևորը աշխարհի նոր կառուցվածքը, ինքը բազմաբևեռ աշխարհն է, որին խոչընդոտում են եւ չէին ցանկանում նախ գլոբալիստները, հետո Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը, բայց երկուսն էլ պարտություն են կրել, այնպես որ բարի գարուստ 2026 բազմաբևեռ աշխարհ։ Շնորհակալություն պարոն Նահապետյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մենք զրուցում ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ, կհանդիպենք